Երկրի վրա քայլող քաջարիությունները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ՝ Մատինա Մարինե Մանուկյան։ Սաշա Վաչագանի Գալստյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Սաշան ծնվել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Մինչև դպրոց գնալը մանկապարտեզ է գնացել։ Եղել է կարգապահ երեխա։ Ասում են, երբ նա մանկապարտեզում էր, դաստիարակները հանգիստ են եղել։ Գիտեին, որ նա կհաշտեցնի խմբի երեխաներին։ Դրա համար չէին խառնվում, երբ երեխաներն աղմկում էին։ Իսկ առիթի դեպքում նա իր մանկական թոթովանքով ասում էր. «Արա, քելոք մնացեք, հիմարներ, եկել եմ, շփոցներդ կհանեմ»։ Դպրոց հաճախել է 2003 թվականից։ Սկզբում Մեծամորի թիվ 2 միջնակարգ դպրոց, ապա 2004 թվականին տեղափոխվել է նույն քաղաքի Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, որն ավարտել է 2012 թվականին, երբ երրորդ դասարան էր, գրել էր. «Խիզախությունը բնորոշ է հայ ժողովրդին, միայն խիզախներն են հասնում հաղթանակի։ Խիզախ է նա, ով իր կյանքը զոհում է հանուն հայրենիքի»։ Եվ 19 տարեկանում կյանքով ապացուցեց։ Միթե նա դեռ փոքրուց էր զգում, որ ինքը հերոսանալու է։ Դժվար է ասել, գուցեև այդպես։ Հենց այդ տարին ընդունվել է նույն քաղաքի պետական բժշկական քոլեջը և ավարտել է 2014 թվականին ատամնատեխնիկի մասնագիտությամբ ու գերազանցության վկայականով, ապա հենց նույն տարին էլ ընդունվել է Երևանի Հայբուսակ համալսարանի ստոմֆակ բաժինը և անմիջապես նստել երրորդ կուրս։ Նաև սիրել ու զբաղվել է սպորտով, հաճախել է համակարգչային ուսուցման կենտրոն և անգլերենի դասընթացների, հաճախել է ֆիթնես ակումբ սիրողական ոճով, սակայն ամեն օր մարզվում էր։ Իր այդքան զբաղվածության հետ ինքն իր համար ստեղծել էր ամեն հարմարություն՝ ծանրաձող, պտտաձող, գիր էր բարձրացնում, ամեն առավոտ մարզվել է, լողացել ու նոր գնացել դասի։ Նույնն էլ արել է երեկոյան, քնելուց առաջ։ Միշտ շատ է ուրախացել իր կազմվածքով։ Շատ ուժեղ էր իր շրջապատում, երբևէ ոչ ոք չէր կարողացել գերազանցել ժիմի, փորի, պրեսի այն քանակը, որ ինքն էր անում։ Ինքն իրեն տեսնում էր ամեն տեղ, թե սպորտում, թե գիտության մեջ ու բոլոր ասպարեզներում։ Նա գտնում էր, որ բժիշկը պետք է լինի բազմակողմանի զարգացած և ֆիզիկական բարձր տվյալներով։ Բանակ զորակոչվել է 2015 թվականի հունվարի 14-ին, Արցախ ջրական, հպարտությամբ էր կրում զինվորականի համազգեստը։ Ծառայել է 14 ամիս, որի ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, ստացել կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում։ Ամեն անգամ, երբ կոչումները բարձրացնում էին, ոգևորվում էր, զանգում էր տուն, ասում էր. «Մա, կոչումս բարձրացնում են, ինձ առաջ են քաշում»։ 2016 թվականի ապրիլյան պատերազմը երբ սկսվեց, նա 1 տարի 3 ամսվա ծառայող էր և տակավին նոր էր սերժանտի կոչում ստացել։ Ապրիլի 1-ին էր դիրքեր բարձրացել։ Ծնողների հետ խոսել էր մարտի դուրս գալուց 3 ժամ առաջ, որը եղավ նրանց վերջին զրույցը։ Սաշան ընդամենը 19 տարեկան էր։ Թվում էր մի ողջ կյանք կա նրա առաջ։ Թվում էր։ Նրան բոլորը հիշում են ընկերասեր, հայրենասեր, ազգասեր, որը միշտ կանգնած էր ընկերոջ կողքին, նաև ուրախ հումորով, կենսախինդ և ժպտերես։ Ապրիլի 1-ի գիշերը 4:30-ի սահմաններում տեղի է ունեցել թվով մեծաքանակ հակառակորդի հարձակում։ Ադամ Սահակյանը, կապ հաստատելով հրամանատարի Հարություն Նալբանդյանի հետ, զեկուցել է, որ թշնամին բավականաչափ մոտեցել է։
Վերջինս, վստահ լինելով մեր սերժանտի և դիրքի ավագի վրա, դիրքի պատասխանատվությունը թողել է նրան և անցել է Ադամ Սահակյանի դիրք, մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելով դիրքի ավագ Սաշա Գալստյանը, գլխավորելով 4 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերը, անցել է հարձակման։ Նա 4-ից 5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ մեծ կորուստներ է հասցրել հակառակորդին։ Տղերք, ձեզ ոչինչ էլ չի պատահի, այ կտեսնեք։ Եվ այդպես էլ եղավ։ 3-ից ոչ մեկը չզոհվեց բացի իրենից։ Ասում են, մի քանի տասնյակ հակառակորդ է ոչնչացրել Սաշա Գալստյանը։ Նա իր 3 ընկերների հետ մարտնչել է հերոսաբար, հերոսական մարտ է մղել ամբողջ գիշեր և զոհվել լուսադեմին, երբ աղջամուղջը ցրվել է ու հակառակորդի դիպուկահարի գնդակը նկատել է մեր անկոտրում քաջին։ Մինչև վերջին ակնթարթը հակառակորդին նա է ճնշած պահել, որ չսեղմեն օղակը։ Նրա զոհվելուց հետո է հակառակորդը կարողացել մոտենալ դիրքին և իր չար դավն իրագործել։ Հերոսի դին 4 օր մնացել է չեզոք գոտում, քանզի մարտը թեժ է եղել։ Նրա մարմինը այնտեղից դուրս բերել կարողացել են 4-րդ օրը միայն։ Փառք քեզ, քաչերոս, ցավ է, որ այսօր ֆիզիկապես մեր կողքին չես, բայց հպարտ եմ, որ քաջ էիր ու անվախ, խոնարհվում եմ քո առաջ։ Նա ֆելդշեր էր, պետք է զորամասում մնար, որ վիրավորներին այնտեղ օգնություն ցույց տար, բայց առանց վայրկյան վարանելու բարձրացել է առաջնագիծ։ Մինչև բանակ գնալը նա քրոջը ծալած մի փոքր թուղթ էր տվել և խնդրել պահել մինչև բանակից իր վերադառնալը։ Բայց նրա զոհվելուց հետո քույրը հիշել էր դրա մասին ու բացել։ Ինչ անվանել այն, ինչ տեսել էին, նկարված այդ փոքր թղթի կտորի մեջ, սոսկ զուգադիպություն, ենթագիտակցություն, թե կանխազգացում։ Դժվար է ասել։ Այդ թղթի կտորի մեջ նա իր ձեռքով նկարել էր մի զինվոր և մի փամփուշտ։ Ենթադրաբար զինվորն ինքն էր, իսկ փամփուշտը նրան խոցած փամփուշտը։ Նա իր պարտաճանաչ ծառայության համար 2015 թվականի սեպտեմբերի 15-ին պարգևատրվել է Հայաստանի երկրապահ հուշամեդալով, իսկ 2016 թվականի ապրիլի 7-ին հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից մարտական ծառայություն մեդալով, ապա 2016 թվականի մայիսի 4-ին կրկին հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության արիություն մեդալով, հետմահու պարգևատրում է եղել նաև 2016 թվականի օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից հայրենիքի պաշտպանության համար մեդալով։ Նաև 2017 թվականի սեպտեմբերի 12-ին է պարգևատրվել։ Պարգևատրվել է եռասերունդ երկրապահ հոբելյանական մեդալով։ Պարգևատրվել է նաև Հայաստանի Հանրապետության առաջին գունդ հասարակական կազմակերպության կողմից Սև քարեցի սաքո վկայականով Արցախյան ազատության պայքարում կատարած հատուկ ծառայության համար։ Մեր հերոսն իր տեսակով խիզախ էր, պայքարող և ձգտող, նա այդ բանն ապացուցեց սեփական կյանքի ու արյան գնով, այնքան հոգատար էր իր զինվորների հանդեպ, որ կարող էր հենց իր իսկ քնի հաշվին գնալ դիրքում կանգնած զինվորի փոխարեն կանգնել ու նրան ուղարկել հանգստի կամ սեփական խնդիրները լուծելու։ Իր համար ոչինչ չի ուզել տանից, միայն մուրաբաներ է ուզել, այն էլ զինվորների համար։ Ասում են, բանակում անունը Ջիգյար էին դրել, քանի որ միշտ ժպիտը դեմքին էր։ Նա սան հրահանգիչ էր, դիրքի ավագ, միևնույն ժամանակ գիշերային կապի ծառայությունն է ապահովել հրամանատարական դիտակետից։ Մեծամորի թիվ
2 ավագ դպրոցը, որտեղ որ նա է սովորել, այսօր կրում է նրա անունը։ Ահա այսպիսին էր մեր քաջ հերոսի կյանքն ու անցած ուղին, կարճ, բայց և հարուստ, ում առաջ ես խոնարհվում եմ։